Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է։ Եվ այն ինչ օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում գրանցվեց դրա հերթական ապացույցներ։ Էջմիածնի Չարենցի թաղամասում անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փողոցում Բաքում կայանած մեքենաներից 3 անգամ գողություն էր կատարվել, սակայն բնակիչներն այդպես էլ չէին դիմել ոստիկանություն։ Անցամիտն էլ անտարբերությունից ոգևորված շարունակել էր։ Ձեռագիրը նույնն էր, հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներից ինչ-որ մեկը մարտկոցներ էր հափշտակում։ Նման գողություններն ավելանում են հատկապես ձմռանը, գիշերվա ցրտին դրսում ով պետք է լինի, որ ինչ էլ տեսնի։ Մտածում են գողության մեջ կոփվածներն ու գործի անցնում։ Տարեվերջին նման մի դեպք Մայրաքաղաքի Արաբկիր վարչական տարածքում էր եղել, սակայն գիշերային շրջագայության ժամանակ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները բռնել էին։ Էջմիածնում ու հարակից գյուղերում մեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին այլ ճանապարհով։ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ նախկինում կողոպուտի եւ գողության համար մի քանի անգամ դատապարտված Հայկ Թաթևոսյանը գողություններ է կատարում։ Հունվարի 10-ին Հայկ Թաթևոսյանը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հայտնի էր, որ 2016 թվականի ապրիլին Թայրով գյուղի մեքենաներից մեկից Թաթևոսյանը մարտկոց է գողացել։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Էջմիածնի Չարենցի թաղամասում 2 ՎԱԶ-2106 եւ 1 ՎԱԶ-2104 մակնիշի մեքենաներից կատարված գողությունը նույնպես նրա ձեռքի գործն է։ Եվ սա ամենը չէր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները պարզեցին, որ Թաթևոսյանը 2016 թվականի հոկտեմբեր ամսին Արմավիրի մարզի Գայ գյուղում ՎԱԶ-2101 եւ Գազել մակնիշի մեքենաներից դարձյալ մարտկոցներ է գողացել։ Այսպես ասած մարտկոցի գործեր անում, գողանում էր, վաճառում, հետո նորից, բայց ոստիկանները բիզնեսն ընդհատեցին։ Ուժողներից ընդունվել է հաղորդում, հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։